Սիրելի հետևորդներ, ողջույններ, բարի երեկո։ Ինձ հարկավոր է, որ ես հիմա շտապ գաթա պատրաստեմ, կլոր գաթա։ Իհարկե եկա տուն, նոր եմ մտել տուն ու իմ թթվասերը եւ մածունը սառնարանում էին ու ես ինչ հնարամտություն արեցի, ջուր եռացրեցի, լցրեցի համանի մեջ, բանկայով, որի մեջ մի քիչ թթվասեր էր, մածուն եմ ավելացրել, լցրեցի ու արդեն խմորիչն էլ դրոժն էլ լցրել եմ, ինքը այդ տաքությունից ավելի տենց ուռեց ու հեշտ կլինի, որ ես իմ այդ գաթան արագ պատրաստեմ, որտեղ ժամանակ չունեմ, կարակ եմ վերցնում, կարակն էլ է սառը վիճակում, բայց դե ինչ անենք, ինչ արած, հագին կարակ, որ համեղ գաթա լինի, այսօր ես գաթաների աշխարհից եմ գալիս տուն, մեր վայքի տոններ, ծնուններ, բայց ես չեմ համտեսել ոչ մի գաթա, միայն մի փոքր մի կտոր աղի գաթա համտեսեցի, մի փոքր ալյուր լցնեմ ու ես ալյուրով այս կարակը փորձեմ հալեցնել։ Թե ինչի որոշեցի, բայց դե հարկավոր է պարտադիր։ Ես արագ կթխեմ, իմ ձեռքի ջերմաստիճանով այս կարակը հիմա կտաքանա, կհալվի, արդեն հալվելու մեջ է։ Մի հատ գոնե աղի եմ թխելու, մի հատ էլ քաղցր։ Շտապ է, սա պատվեր է, ասեմ, որ պատվերներ եմ ընդունում գաթայի, ովքեր ուզում են ճաշակել, կարող են դիմել, ես գեղեցիկ գաթաներ կթխեմ, ճիշտն ասած գեղեցկությունը կապ չունի համի հետ, կարող է վատ ձևավորված լինել, բայց համը գերազանց լինի, ես մի պտվում ծաղ եմ լցնում խմորին, ասեմ, որ շաքարավազ ու ձու բացարձակ չեմ օգտագործում, անցած անգամ Ամալյան մի քիչ շաքարավազ էլ լցրեց և ձու էլ, ես ձու չեմ լցնում, սա իմ բաղադրատոմսն է, և այստեղ արդեն թթվասեր, մածուն ու դրոժն էլ մեջը ակտիվացած։ Գաթան ավելի փափուկ լինելու համար մի փոքր շատ քիչ, բուսայուղ, դա փափուկ է պահում գաթան, հիշեք, փխրուն ու փափուկ, կապ չունի, որ կարակ կա մեջը, ես այսօր մեկ ձեռով եմ աշխատում, ես խմորը արեցի, ոչ շատ պին, բայց ոչ շատ տենց թույլ էլ ու այս տարայի մեջ տեղափոխեցի հարմար է, փակում եմ մի կես ժամ թող մնա, հասունանա և ես այս ընթացքում էլի գործեր ունեմ, ներկայացնեմ իմ ապրանքները, թե ինչ է բերել Աշոտը ինձ հնդկական խանութից, իհարկե գաթա եմ սարքում, իհարկե իմ ներկերից ասեմ, որ այս ներկերը նույն են մեծ տուփով ներկերից են, նիշա ներկերից է, սա 2 հատ է, սա ուրեմն ինչ եմ ցույց տալիս, սա 500 դրամ է, իսկ այն մեծ ներկերը 1500 դրամ են, 3 հատ սրա տարողության, բայց ասեմ, որ սա շատ հարմար է, ասեք ինչու, այն մեծը բացում ես ներկը, ճիշտ է, շատ է, բայց չես կարող պահել, որ
խոսքի մի 15 օր հետո մազերդ ներկես, իսկ սա բացում ես այն սպիտակ մասերին, արմատներին քսում ես, ասեմ, որ կարելի է ողջ այն կարճ մազ ունեցողներին ամբողջությամբ կներկես մեկը, տարբեր գույները կան, տարբեր գույները, մոտեցեք հնդկական խանութ, նախկին Ֆիրդուս տանող այդ մուտքի մոտ է խանութը, անմիջապես կնկատեք ծաղիկներով զարդարած, ինչու եմ ասում, որովհետև գիտեմ այս վլոգը դիտելուց հետո դուք գրելու եք ինձ, թե նազ որտեղ է գտնվում հնդկական խանութը, մանկավարժականից, որ բարձրանում եք վերև դեպի հրապարակ, այդ ճանապարհի վրա է, անհնար է, որ չնկատեք։ Կարող է ասել, որ մեծ տուփով բերել, բայց որոշեցի այս փոքրիկ տուփերովը հեշտ է, այն որ ուզում ես տեղ գնաս, թարմանաս, դու ինքդ վերցնես, ներկես, չէ, հարմար տարբերակ է, ասեմ, որ բարձրորակ ներկե, բուսական, բնական հավելումներով, առանց քիմիական հավելումների եւ այս շամպունն էլ շատ լավն է, ընտիր, կանանչն եմ օգտագործում, սա էլ կարիս ապրանքանիշն է եւ ինչ է այստեղ, սա էլ նվեր են ուղարկել, Մարին է ուղարկել նվեր, ապրես, շնորհակալություն Մարի ջան, ինձ նվեր ուղարկելու համար, բայց չեմ իմանում սա ինչ է, գիտեմ, որ Joy ապրանքանիշից է, սա նույնպես հնդկական խնամքի միջոց է, բոլորը գրված է անգլերեն, չգիտեմ, ինձ թվում է սա լվացվելու գել է, փրփուր է, իրենց մոտից վերցրել եմ ու ինքն էլ հաստատ լվացվելու փրփուր է, շնորհակալություն, այսպես մի երկու ամանկավեր կենամ լվանամ, դուք էլ վերցրեք անպայման այս փոքր տուփերովը, որտեղ ասեմ շատ հարմար է, օրինակ երեկ ես մեկ տուփով ներկեցի իմ մազերը եւ այսօր ես գնացի միջոցառման, համ մազերդ է թարմանում, համ այն ոնց ասած մի ներկը կիսում ես մի 3 անգամ, փորձեք դուք էլ կհամոզվեք, գնացեք եւ ասեք մեզ ուղարկել է Նազելի Նազը եւ դուք զեղչեր էլ կստանաք, ինչու՞ չէ, ահա, եւ սա էլ կարիսի շամպունը կփորձեմ այսօր, ասեմ, որ ես հնդկական խանութից վերցրել եմ լվացվելու փրփուր, կարիսիններ, էլի ոսկու փոշով, շատ ընտիր է, դեմքը դարձնում է փափուկ, փայլուն, գնացեք դուք էլ ձեր դեմքին համապատասխան ընտրեք մի բան։ Մինչև խմորը հասունացավ եւ ես այդ ընթացքում էլ պատրաստեցի խորից, աղի է, քաղցր չեմ անում, աղի գաթաներ եմ թխում, ասեմ տեսեք ինչ լավ խմոր եղավ, ուղղելա լավ, փափուկ, հավեսին խմոր եւ ասեմ, որ երկու անգամ հունցել էի։ Հենց կիսում եմ էլ չեմ էլ գնդում, երկու մոտավորապես երկու հավասար մասերի, ասեմ չկպչող խմոր է, որ բուսայուղ ենք լցնում խմորի մեջ, ինքը դառնում է չկպչող, սա էլ ես հիմա կիսում եմ երկու գնդի համար նախատեսված խորից եմ արել, երկու գնդի համար, չգիտեմ մի հատ համեղ հավեսին գաթա եմ սարքում, տնական, աղի եւ ասեմ, որ քաղցրել չեմ արել, որտեւ անցած անգամ արեցի, ես իմ աղին կերա, երեխաներս քաղցրը չկերան, մնաց, ափսոսս գալիս է, համ էլ թող սովորեն աղի գաթա ուտեն, աղին ավելի լավն է, սա այսպես, սիրուն, այսպես, այդպես, հիմա մյուսը, լավ է լինելու,
ուզում կողքերը եւ պատառաքաղով էլ այսպես նախշեր, սիրուն գաթայի երեսը էլ ավելի գեղեցիկ լինելու համար եւ մի երկու հատ այսպես ցակցկենք, որ չուռի ու ջեռոցն էլ տաք գնաց ջեռոց ահա սիրելի հետևորդներ գաթան պատրաստ է մի հատ տեսեք ինչ հավեսին եղավ կարմիր սիրուն եւ հաջորդը ես դնեմ ջեռոցի մեջ հիմա հաջորդն էլ մի հատ ես ոյ բացեցի ազգուշ եղա ոչինչ լավ ծաղկեմ լավ կարմրաթուշ փայլուն տենց պսպղուն գաթա եղավ ահա եւ ես երկրորդ գաթան էլ հանեցի թող սառի ցանցի վրա եմ դնում որ տակից էլ սառի տենց գոլորշի չլինի թրջվի եթե դնենք տախտակի կամ ափսեիսինի վրա ինքը տաքությունից գոլորշիանում թրջվում է դրեք այսպես ցանցերի վրա դե ինձ սիրելի հետևորդներ ձեզ ասում եմ բարի գիշեր լավ եղեք քաղցրքուն եւ բարի երազներ